Արգելի գործընկերն է, սկսում ենք Փյունիկի գլխավոր մարզիչ Արտակոսյանի հետ խաղի Մանուելի Ասումիսը բրդումայի դեմ խաղից հետո նախավի մասին ճանաչել։ Կարծում եմ այսօր ինքներս մեզ նման չէինք։ Իհարկե դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, ամենայն դեպս էպիզոդիկ կարելի ասել հաջող խաղացինք, բայց շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցուցադրեցին ու վերջնական արդյունքներ վերջին հաշվով այսօր կարևոր։ Հարցեր։ Պարոն Շնորհակալ։ Նշեցիք, որ թիմը նման չէր իրեն, նշեք կոնկրետ ինչ գործողություններ դրուչեք։ Առաջի հերթին որակական առումով ու թիմի ֆիթնեսը, ռեակցիան, բնական է 8 օրվա մեջ երրորդ խաղն էր, այդպիսի բան սպասում էինք, բայց ոչ այս մակարդակի։ Նշում եք, որ 8 օրվա մեջ երրորդ խաղն է, բայց Հայաստանի Լենինստանի խաղացողներ կան, որոնք չեն խաղում, օրինակ Վագների մասն եմ ուզում ասել, նա նախորդ տարի մինչև գնացված ստանալը Փյունիկի առաջատարներից էր, բայց հիմա նրա դիրքում Մորենո կա, որը շատ լավ վիճակում է, արդյոք չեք դիտարկում այդ դիրքում ռոտացիա կամ Մորենոյին օրինակ Կասանում է դիրքում օկանսի տեղը այդ Վագների խաղում։ Ճիշտն ասած չէ, նախորդ խաղում ենք ռոտացիա արել էինք, Մորենոյին հանգստի հնարավորություն տվել էինք, բայց Վարեիկայի միջոցով այս պահին Վագներին չենք դիտարկում այդ ռոտացիայի մեջ։ Մի դիրքի մասին ես էլ հավստամ, բկվայի կազմում խաղում է Վեչեսլավ Աֆյանը, որը Փյունիկի ֆուտբոլիստ է, ինչ կարծիք եք։ Շատ լավ կարծիք եմ ու շատ ուրախ եմ, որ ինքը պատկանում է Փյունիկին։ Իսկ երբ է ծրագրվում նրա վերադարձը կամ ծրագրվում։ Շատ շուտով։ Այսինքն հունվար։ Այո։ Իսկ այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում այդ դիրքում մրցակցությունը։ Դրա մասին օֆիցիալ կիմանաք ոնց է ստացվելու, հիմա առաջ չընկնենք։ Այսօր Մարիուս Նուբիսին նաև դժգոհ էր փոփոխությունից հետո, ինչ կարծիք եք նրա մասին, ստացվում է մրցաշրջանում նա միայն Վանի դեմ խաղերում է գոլ խփել։ Դե բնական է, Մարիուսի նման ֆուտբոլիստից մենք միշտ ավելին ենք սպասում, իսկ ինչ վերաբերում է դժգոհությանը, ես ուրախ եմ, որ ինքը դժգոհ է, որովհետև դա նշանակում է ինքը մեծ ցանկություն ունի օգուտ տալու թիմին։ Իր մասին եւս մեկ հարց, ինքը միշտ առանց լինում է մրցակցության միշտ մեկնարկային կազմում է լինում, արդյոք ինքը միշտ հենց այդ մակարդակում է, թե ավանսով ստացել։ Շատ լավ հարց է, ճիշտ ասած կարող ենք ասել ավանսով որոշակի ժամանակահատված կար, որ մտածում էինք Սարգսին օգտագործենք, բայց վնասված ստացավ Սարգիսը։ Ամեն դեպքում մեր մոտ մրցակցություն պետք է լինի ու ամենայն դեպս աշխատում ենք ինչքան հնարավոր է այդ մրցակցությունը արդար լինի, այդ որոշումները արդար լինեն։ Պարոն Կանոնով խոսք գնաց կենտրոնական արձակողի դիրքի մասին, օկանսին այդ դիրքում խաղացել է հենց Արարատ Արմենյան, դուք եք այդ ժամանակ այնտեղ, արդյոք այդ տարբերակը դիտարկել եք, թե Ճիշտ ասած դիտարկել ենք, ընկերական խաղերում փորձել ենք, բայց օկանսի էֆեկտիվությունը ավելի բարձր է լինում, երբ որ ինքը ավելի խորքից է խաղում։ Փյունիկի վերջին խաղերը միշտ մինչև վերջ լարվածությունը պահպանվում է կամ նվազագույն առավելությամբ եք հաղթելիս լինում կամ վերջում եք գոլ խփում, չհաշված 5-1-ը Վանի, ինչի հետ եք դա կապում, մրցակիցներն են լավ պատրաստված են։ Դե կարելի է ամբողջ առողջության մասին այդպես խոսել, շատ քիչ հանդիպումներ են լինում, որ հաշիվները շատ խոշոր է, չնայած մենք ունեցել ենք հանդիպում 2-0 իմիջիալոց նույն ԲԿՄ-ն բոլոր թիմերի դեմ շատ ավելի վտանգավոր է եղել, քան այսօր մեր դեմ էր, եթե այդպես գնահատենք։ Արդեն 2 ամսից ավելի Փյունիկն եք մարզում, այս բայդրությամբ ինչն է ամենաշատը ձեզ անհանգստացնում Փյունիկի խաղում։ Միայն արդյունքը, այն վերաբերմունքը, որ ես թիմից եմ տեսնում, այն պատասխանը մեր առաջադրած առաջադրանքներին ու այն պատասխանը լուծումների տեսքով որ տեսնում եմ, իսկ Լեորովին բավարարում է, այսինքն ֆուտբոլիստները շատ ճիշտ ու լավ արձագանք են տալի, միակ անհանգստացնող բանը դա արդյունքն է, որը դեռ տատանվում է։ Ես ուզում եմ ավելի կայուն արդյունք եւ ուզում եմ, որ մեր թիմը ավելի բարձր դիրք ունենա Աղյուսակում։ Մալաքյանի եղբայրները ձեր թիմում են, որը օգնական է, Էդգարը ոչ մեկնակ են կազմակերպած, մենք կարող ենք ասել, որ Էդգարն է խաղացող մարզիչ այսպես։ Միանշանակ, բայց ինքը դեռ ֆուտբոլիստ կարգավիճակով շատ անելիք ունի մեր թիմում։
Ստացվում է Փյունիկը մոտավորապես 20 օր հանգիստ է ունենալու, դուք ինչպես եք վերաբերվում այսպես երկար դադարների հարցում։ Իհարկե բացասական են վերաբերում, բայց ունենք այն ինչ ունենք ծրագիր, կաշխատենք, ամենայն դեպս էսպես է։ Եվ մեկ հարցեր Փյունիկի խաղի մասին խոսեցիք, ձեր կարծիքով հիմա քանի տոկոսով է մոտ իր ամբողջ պոտենցիալը ցույց տալու։ Դե տոկոս չեմ կարող ասել, միանշանակ նախ սկսենք դրանից, որ թիմը ես չեմ հավաքագրել, բնական է, որոշ կադրային փոփոխությունները պետք է լինեն, ամենայն դեպս դեռ շատ անելիքներ ունենք ու ես թիմի մեջ մեծ պոտենցիալ եմ տեսնում, իսկ կադրային այդ ճիշտ քաղաքականությունից հետո սպասում եմ էլ ավելի էֆեկտիվ խաղ։ Պարոն Կովալենկոն հիմա երևի հնարավոր է Փյունիկի լավագույն պաշտպանն է մարզավիճակի առումով, շարունակելու եք դրանց ձախ պաշտպանող կարգը։ Այս պահին այո։ Ու չեմ ուզում առանձնացնել, բայց ունենք ֆուտբոլիստներ, որոնք կայունություն իրենց խաղի մեջ ցույց են տալիս, Կովալենկոն նրանցից մեկն է։